Կոկո Շանելը եւ Էլզա Սկիապարելին ատել են միմյանց։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել, Կոկոն ատում էր Էլզային։ Այս տաղանդավոր կանայք, չնայած իրենց ծրագրերի ծայրահեղ տարբերությանը, պայքարում էին նորաձևության ոլորտի առաջատար դիզայների տիտղոսի համար։ Մի կողմից լակոնիկ եւ պրակտիկ Շանելը, մյուս կողմից էպատաժային եւ նորարար Սկիապարելին։ 1930-ականներին Շանելը արդեն իսկ հայտնի դիզայներ էր եւ մեծ բիզնեսի տիրուհի, սակայն Էլզայի հայտնությամբ նրա տեղը նորաձևության գահին վտանգվում է։ Կոկոին նյարդայնացնում էր այն փաստը, որ Էլզան նույնիսկ չէր կարողանում կարել, եւ նման դիզայների աղմկոտ հաջողությունը նրա համար պարզապես վիրավորանք էր։ Նա արհամարանքով Էլզային անվանում էր այն իտալացի նկարիչը, ով չգիտես ինչու որոշել է հագուստ կարել։ Սակայն Էլզան վստահորեն գնում էր առաջ եւ նույնիսկ կարողանում միավորել նորաձևության եւ արվեստի աշխարհները։ Այդ ժամանակաշրջանում սյուրռեալիզմը բավականին տարածված էր, եւ Էլզան համագործակցում է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են օրինակ Սալվադոր Դալին եւ Ժան Կոկտոն, որպեսզի համատեղ ստեղծեն իր հագուստի գծի դիզայնը։ Իր մրցակցուհուց հետ չմնալու նպատակով Շանելը եւս որոշում է համագործակցել Ժան Կոկտոյի հետ եւ ստանձնել նրա նոր թատերական ներկայացման հագուստների ստեղծումը, սակայն նրա ստեղծած դիզայները ծաղրի առարկա են դառնում։